Հիմա ես կարդում եմ Պետրոսի 2-րդ թղթի 3-րդ գլխի սկզբից։ Սիրելիներ, այս 2-րդ թուղթը կգրեմ նրանով ձեր անկեղծ միտքը արթնացնելու, որ հիշեք եւ նախապես Սուրբ Մարգարեներից ասած խոսքեր եւ մեր այսինքն Տիրոջ ու Փրկչի առաքյալների պատվերները ձեր միտքը բերեք, բայց նախ սա իմացեք, թե վերջի օրերը, տեսեք, արդեն անցավ վերջի օրերին։ Վերջին օրերը ծաղր անողներ պիտի գան, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն եւ պիտի ասեն. ուր է նրա գալու խոստումը, որտեղ թեև մեր հայրերը քնեցին, այսինքն ննջեցին, մահացան, բայց դեռ ամեն բան այնպես կմնա, ինչպես արարածների սկզբից էր։ Այստեղ ուզում եմ կանգ առնեմ մի կար, նոր շարունակեմ։ Ասում է, ոմանք ծաղր անելով ասում են. ուր է նրա գալու խոստումը, որտեղ ոնց մեր հայրերի ժամանակն են հիմա, ինչ մի տարբերություն։ Ես անձամբ լսել եմ շատ անհավատներից։ Ուրա թող գա տենանք։ Ուրա թող գալ իմանանք ոնց է։ Եվ գիտեմ հիմա էլ շատ շատերը ոմանք ծաղրանելով, ոմանք էլ առանց ծաղրի սպասում են։ Բայց մի հատ բայց կա։ Ինչքան տենց անապաշխարներ, որ ասում են ուրա, բայց գիտենք, որ երբ որ այդ Հիսուսի գալուց եղավ, ինքը այն ողջ բանողներից մեկը պետք է լինի։ Բայց ցավոք շատ անապաշխարներ իրանց մեղավոր չեն ճանաչում։ Հենց մարդկանց այն ամենամեծ ինչ ասեմ, դժբախտություն դրանում է, որ իրանց մեղքերը չեն ճանաչում։ Դրա համար, երբ որ Հովհաննես Մկրտիչը ծնվեց, իր հայրը, որ լեզուն բացվեց, մարգարեացավ եւ էս ասեց. ով մանուկ, դու պիտի քո ժողովրդին կամ Աստծո ժողովրդին իմացնես, որ իրանց փրկությունը իրենց մեղքերի թողությունով է։ Հայր Աբրահամի որդի լինելը դեռ շատ քիչ է։ Հայ քրիստոնյա լինելը դեռ շատ քիչ է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ քիչ է։ Մեր փրկությունը մեր մեղքերի թողությունով է։ Այսինքն այս մարդիկ մեղքի թողություն չեն ապրում, որտեղ մեղքի գիտակցություն էլ չունեն, իրանց կարծիքով իրանք արդար են, իրանք ճիշտ են եւ այլն, ուրա թող գա տենանք։ Եվ այս սրա պատասխանն է։ Քանի որ նրանք, որոնց ուզած այսի, այն բանը մոռացել են, թե երկինք առաջունեկար ու երկիրը ջուրերից եւ ջրերով հաստատկեցել է Աստծո խոսքով, որով հին ապականված աշխարհը ջրերով կորսվեցավ, հիմա երկինք ու երկիր պահված են նույն խոսքով կրակի համար, մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կորստյան օրը։ Այս մեկ բանը ձեզից ծածուկ չմնա, սիրելիներ, թե Տիրոջ մոտ մեկ օրը 1000 տարվա պես է ու 1000 տարին մեկ օրվա պես։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած կհամարեն, հապա երկայնամիտ կլինի, որտեղ չի ուզում, որ մեկը կորսվի, հապա որ ամենքը ապաշխարեն։ Ստեղ էլ եմ ուզում մի հատ կանգ առնեմ։ Աստված չի ուշացնում իր խոստումը, բայց Աստված երկայնամտությամբ համբերում է, որ մարդիկ ապաշխարեն։ Եվ տարբեր կերպերով գրված է, գիտեք, թագավորաց գրքում ասում է, Աստված չի ուզում, որ աքսորված իրենից աքսորված մնա, այլ ճամփաներ է հնարում, որպեսզի մարդը աքսորվածը ինչ լինի, իրանից հեռու չմնա։ Վերջ աքսորվածը դառնա։ Աստված ուզում է, որ մարդիկ ապաշխարեն։ Աստված պատրաստ է մոլորակներ վերացնի կամ ինչ բաներ անի մի հոգու ապաշխարության համար, որտեղ հոգին ամենաթանկն է Աստծո համար։ Մի բան իմացեք, ձեզանից յուրաքանչյուր Աստծո համար մոլորակներից թանկ եք։ Որ ասում մոլորակ, այսինքն ինչքան մեծ ստեղծագործություններ ինչեր են, ամեն իր տեղ ունի, բայց ձեզանից յուրաքանչյուր Աստծո համար դրանից թանկ է։ Դրա համար Աստված պատրաստ է ժամանակներն էլ փոխելու, ձգելու եւ այլն, միայն թե ապաշխարել։ Սակայն Տիրոջ օրը գողի պես պիտի գա։ Այն ժամանակ երկինք սաստիկ շարաչնով պիտի անցնի ու տարեքները բռնկած պիտի լուծվեն, երկիրն էլ ու ինչ որ նրա մեջ կգտնվի պիտի այրվին։ Հիմա այսրանից հետո հենց գալիս է այն տեղը, որը Աստված ինձ հանձնարարել է, որ սրա վրա կանգ առնենք։ Ուստի, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվեն, ձեզի ինչպիսի մարդիկ լինել կվայել է, սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով ու արտորալով Աստծո օրվան գալուն, որի մեջ երկինք կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնկած պիտի հալվեն, սակայն իր խոստումի համեմատ նոր երկնքի ու նոր երկրի կսպասենք, որոնց մեջ արդարություն կբնակվի։ Նորից ուզում եմ վերադառնամ այս տեղին, 11 համարին։
Քանի որ այս բաները պիտի լինեն, մեզի կամ ասում ձեզի, ինձ դնում եմ ձեզի մեջ, ինչպիսի մարդիկ լինել կվայել է, պատասխանը, սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով։ Աստծո խոսքն է, սիրելի Աստծո մարդիկ։ Աստված Պետրոսի միջոցով ասում է, որ այս բաները պիտի լինեն։ Այս բաները ասում է Պետրոսը այն բոլորի մի քանի կետ է ստեղ ներկայացրեց։ Հայտնության մեջ մենք տեսանք, թե ինչքան բաներ պիտի լինեն։ Հիմա այդ բաները պիտի լինեն։ Ես ինչ անեմ։ Երկու օրինակներ ասեմ։ Եթե հիմա մի ձևով հայտարարվի, թե չգիտեմ ինչ լինի, որ այստեղ պետք է ինչ ասեմ, ռումբ ընկնի, թե երկրաշարժ լինի, քանդվեն ամեն բան։ Ամեն մեկը չեք մտածի, բա ինչ անեմ, ես ինչ անեմ։ Նորմալ մարդը պետք է մտածի ինչ անեմ, չէ՞։ Ինչ անեմ, որ ասենք չվնասվեմ։ Ինչ անեմ, որ փրկվեմ։ Եթե մեկը չմտածի կամ չի հավատում այդ լուրին, կամ նորմալ չի։ Երկու նորմալ մարդը, եթե հավատում է այդ լուրին, պետք է մտածի ոնց փրկվեմ։ Լիակատար ապաշխարել։ Նույն վիճակում չմնալ։ Հիմա ես հավատում եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր ապաշխարել եք։ Ձեր կյանքը հանձնել եք Աստծուն։ Սիրում եք Աստծուն։ Ուզում եք Աստծու հետ ապրել։ Հավատում եք հավիտենական կյանքին։ Հավատում եք այս բոլոր ասածներին։ Բայց մի հատ բայց ասեմ։ Բայց մենք մեզ ճանաչելով, ես ինձանից սկսած ասում եմ, ես դեռ փոխվելու տեղ ունեմ։ Կարծում եմ դուք էլ։ Դեռ կարիք ունենք էլի փոխվելու։ Լիակատար պատրաստվելու դեռ կարիք ունենք։ Հենց իմ ասենք կանգնեմ ձերս մեկնեմ ասեմ, ես պատրաստ եմ, չեմ համարձակվի։ Շնորհակալ հավատում եմ, որ Աստված յուրաքանչյուրի սիրտը տեսնում է եւ երբեք ոչ մեկիս կորուստը չի ուզում։ Աստված ոչ մեկիս չի ուզենա կորցնի։ Ամեն բան կանի, որ մենք փրկվենք։ Բայց մենք էլ մեր բաժին ունենք անել։ Ամեն։ Մենք էլ մեր բաժին ունենք անել։ Ես մի քանի օր առաջ երիտասարդներին այստեղ պատգամ տվեց, հենց այս բանը հիշեցի, երեք այնտեղ չեմ ասեցի։ Այս շենք որ վարվել էր, այստեղ գործ էինք անում, մի օր այս մատս վնասվեց, թարսալվեց ու ցաված ու երկար ցաված։ Եվ այդ ցավը պատճառ դարձավ, որ իմ աշխատունակությունը ընկնի։ Ես նույն մարդն էի մնացել, բայց դրանից առաջ եւ դրանից հետո արդեն իմ գործունեության մեջ տարբերություն կար։ Դրանից առաջ ոնց էի աշխատում, դրանից հետո արդեն ընենց չէի աշխատում։ Եվ եթե նույն ձևով ես մյուս մատս էլ ցավար, նույն ձևով ոտս էլ ցավար, իմ աշխատունակությունը շատ կընկներ։ Ես այդ ժամանակ հայտնություն առա։ Բոլորդ էլ լավն եք։ Բոլորդ էլ սրտանց ապաշխարել եք։ Բոլորդ էլ Աստծուն սիրում եք, Աստծուն ունեք։ Բայց որոշ խնդիրներ ձեր կյանքերի մեջ կան, որոնք ձեր աշխատունակությունը ցածրացնում են, գցում են։ Լավն ես, բայց այն որ պետք է անես չես անում։ Այն որ Աստված սպասում է որ դու անես, քո միջոցով ծրագիր ունի ինչ-որ բան անելու, հլս չշարժում էլ տեղից։ Եվ պատճառը այդ այնպես ինչ-որ բան է։ Ես մատս եմ ցույց տալու, որ իմը մատն էր։ Ինչ-որ մի բան։ Մեկի հետ վիճել ես։ Մի հատ օտար մտքեր ես ընդունել, հպարտության մտքեր ես ընդունել, հակառակ սերերի նկատմամբ սխալ մտքեր ես ընդունել, մի հատ փառքի վերաբերյալ մտքեր ես ընդունել, մի հատ մեկի նկատմամբ ատելություն եւ այլն եւ այլն։ Ասենց բաներ, որոնք առաջին հասցից մեծ բան չեն, բայց խանգարում են։ Բայց խանգարում են։ Դու այն արդյունավետությամբ չես կարող գործես, որ պիտի գործեիր։ Որ ինչ որ առաջարկա ելնում այս ծառայությունը դու չես համարձակվում։ Քո մեջ այդ ուժը չես գտնում։ Ունակ այդ օրերին, մինչև այդ ես համարձակ մեշոկների ձեռը եկցին բանյան, արդեն էլ մեշոկ չէի վերցնում, որ մատս ցավում էր։
Հոգևոր մեշոք չես վերցնում։ Հոգևոր ծառայություններ կա, որ դու չես համարձակում ինչի համար, որովհետև ինչ որ մի խնդիր քո կյանքում խանգարում է քեզ։ Այսօր ժամանակն է, որ այդ խանգարող բաները մեր կյանքից վերացնենք։ Ամեն։ Եթե այսքանի վերաբերյալ բաներ ունեն ծառայողներ ասելու, եթե չունեն, ես ուզում եմ արդեն գանք ուրեմն վերջի օրերի մասին ինչ է գրված Աստծո խոսքի մեջ, ասենք ավետարանների մեջ։ Գիտեք, Մատթեոս ավետարանի 24 գլխի մեջ կա գրված, Մարկոսի ավետարանի 13 գլխի մեջ եւ Ղուկաս ավետարանի 21 գլխի մեջ։ Ես այսօր ուզում եմ Ղուկաս ավետարանի 21 գլխի մեջին ներկայացնեմ։ Այսօր հաստատ լրիվ չենք ավարտի, այն մյուս օրերին, այն մյուս տեղերն էլ ամեն տեղից ինչ որ բաներ կան, որ ուզում եմ ներկայացնեմ։ Հիմա մի քիչ երկար կկարդամ, բայց մի երկու տեղ կա, որոնց վրա ուզում հատկապես կանգ առնեմ։ Կներեք էլ, որ մեկ-մեկ ժամին եմ նայում։ Լավ եմ անում։ Ուրեմն, Ղուկաս ավետարանի 21 գլխի 5 համարից եմ ուզում կարդամ։ Երբ մի քանիսը տաճարի համար կասեին, թե գեղեցիկ քարերով ու նվերներով է զարդարված, ասեց. այդ բաները, որոնք կտեսնեք, օրեր պիտի գան, երբ քարը քարի վրա պիտի չմնա, որ չքանդվի։ Եվ հարցրեցին իրեն ու ասին. վարդապետ, երբ պիտի լինեն այդ բաները, եւ ինչ է նշան, երբ այդ բաները պիտի լինեն։ Ուրեմն ստեղ մի հատ ուզում կանգ առնեմ, մյուս ավետարանների մեջ ստեղ մի քիչ ավելի ընդարձակ է գրված։ Հիսուսը որ ասեց քարի վրա չի մնալու, աշակերտները որ հարցին, այստեղ մի հարց էր գրած, երբ պիտի լինեն։ Իսկ Մատթեոսի մեջ 3 հարց են տալի։ Այս բաները երբ պիտի լինեն։ Քո գալուստի եւ աշխարհի վերջի նշանները որ ինչն են։ Այսինքն 3 հարց։ Այս Երուսաղեմի քանդվելը, Հիսուսի գալուստը եւ աշխարհի վերջը։ Ստե ես մի հարցն է գրած, ասեմ, այն մյուս տեղերում 3 հարց է գրած, մենք դրանց հետո կանդրադառնանք։ Հիմա ես ստեղ ուզում շարունակեմ։ Նա էլ ասեց. զգուշտ եցեք, չխաբնվեք, որտեղ շատերը պիտի գան իմ անունովս ու ասեն, թե ես եմ Քրիստոսը ու ժամանակը մոտեցած է։ Ուստի նրանց ետևից մի գնացեք։ Բայց երբ լսեք պատերազմներ եւ խռովություններ, մի վախեցեք, որտեղ պետք է առաջ այդ բաները լինեն, բայց վախճան իսկույն չէ։ Այն ժամանակ ասեց նրանց. ազգ յուրա պիտի ելնի թագավորության վրա եւ տեղ մեծ երկրաշարժներ պիտի լինեն ու սովեր ու եւ մարտարաժամներ, նաեւ երկնքի սոսկալի բաները մեծ նշաններ պիտի լինեն, բայց այս բաներից առաջ իրենց ձեռքերը ձեզի պիտի զարնեն ու հալածեն եւ ժողովարաններու բանտերու պիտի մատնեն եւ իմ անվանս համար թագավորներու կուսակալների արժե պիտի տարվեք եւ այս բաները վերջը ձեզի վկայություն պիտի լինեն։ Այսքանի մասին մի երկու բան ուզում ասեմ, նոր շարունակեմ։ Հատկապես ստեղ ուզում եմ, դե հիմնականում Հիսուսը ասեց այն բաները, որոնք հայտնության մեջ էլ կային, Հիսուսը ամբողջ չասեց, դրա մի մասը ստեղ ներկայացրեց, էլ չեմ ուզում դրանց վրա կանգ առնեմ, բայց 11 համարը ասում է տեղ երկրաշարժություններ, սովեր, մահտարաժամներ, այստեղ ուզում եմ այն հայտնության մեր անցածին լրացնեմ։ Այնտեղ ինչ որ գրված էր, առաջ նայածից թվում էր, թե ինչ որ լինում է համաշխարհային ամբողջ աշխարհով դիմի։ Ստեղից հասկանում ենք, չէ, տեղ ալնելու։ Այսինքն պարտադիր չի, հենց ստեղ երկրաշարժին։ Կարող է ստեղ երկրաշարժ չլինի, որտեղ ասեմ։ Որ Աֆրիկայում այդքան չի լինում, Թուրքիայում ալնում։ Հասկանում եք, ուզում ասեմ, Աֆրիկայում սով ալնում։ Ուզում ասեմ, պարտադիր չի բոլոր նշանները այստեղ լինեն։ Կարևորը որ այդ նշանները լինեն։ Ուզում այսի ձեր ուշադրությունը գրավ, տեղ, որտեղ հայտնություն որ սերտեցինք, այնպես տպավորություն էր, որ ինչ գրված է, բոլորը հենց ստեղ էլ պիտի լինեն։ Չէ, բոլորը պարտադիր չի ստեղ լինեն։ Գիտեք ես քան ինչ եմ ասում։ Որովհետև մարդը կարող է սենց հասկանա, սենց բան ունի։ Մինչև բոլոր նշանները չլինեն, ուրեմն վերջը չի գա։ Բայց եթե մի տեղ եղել է, արդեն համարում ենք, որ այդ նշանը եղել է։ Հասկանալի, այսինքն, եթե մի տեղ այդ բանն եղել է, ուրեմն համարենք այդ նշանը արդեն եղած է։ Ստեղ հիմա մի ուրիշ բան էլ ասեց։ Իմ անվանս համար որոշ
հալածանքներ դիլնեն։ Ուստի ձեր սրտի մեջ դրեք, որ առաջունը չմտածեք պատասխան տալու վրա, որտեղ ես ձեզի բերան ու իմաստություն պիտի տամ, որին պիտի չկարողանան դեմ խոսել կամ դեմ կենալ ձեր բոլոր հակառակորդները։ Պիտի մատնվեք ծնողներից ու եղբայրներից եւ ազգականներից ու բարեկամներից ու ձեզնից ոմանց պիտի սպան, մինչև ես մի երկու բառ ասեմ նոր։ Ասում է հոգ մի արեք, ինչ եք խոսելու, ես ձեր բերանին կդնեմ այդ խոսքերը։ Եթե նկատել եք հայտնության մեջ էլ, ստեղ էլ Հիսուսը միշտ այն դժվարության կողքին լուծումն է տալի։ Ելքն է ասում, դուրն է ասում։ Այսի ես ուզում սրան միացնեմ, այնքան եմ այդ համար ես հիշում, առաջ Կորինթացիների 10:13-ը։ Աստված ձեր կարողությունից ավել փորձություն թույլ չի տա, այլ միշտ դուր կբացի։ Հավատացեք, Աստված ձեր կարողությունը գիտի եւ ձեր կարողությունից ավել փորձություն թույլ չի տա։ Հենց տեղ էլ ասում է, ձեզ եթե ինչ որ բանը, օրինակ ինձ միլիցիայություն էլ ընտարե, կագեբե էլ ընտարե, եթե քեզ էլ տանեն, մի վախեցի։ Ինչպես տեսնում եք իմաստեղ եմ։ Մի վախեցի։ Եթե պետք է, Աստված նենց անի, որ այդ մարդիկ էլ լսեն Աստծո խոսքը։ Քեզ տանում որ քո միջոցով այն մարդիկ այնտեղ սաղոր ուրիշ բաներ են խոսում, Աստծո խոսք չեն խոսում։ Մեկը պետք է այնտեղ Աստծո խոսք խոսելու։ Եթե քեզ թողեն դու հոժարությամբ չես էթա։ Դրա համար Աստված նենց անում, որ քեզ որ ասում եմ, մի կարծեք բոլորիդ։ Չէ, բոլորիդ չէ։ Ում որ տանելու լինի, չվախենար։ Այսօրվա իմ խոսքի մեջ շատ կես չվախենաք։ Մի վախեցեք։ Ինստեղ ասում եմ, մի մտածեք այդ մասին։ Թույլ տվեք ես խոսեմ ձեր միջոցով։ Բայց այդտեղ հասանք միտեղ ձեզնից ոմանց պիտի սպանվեն։ Ու իմ անվանս համար բոլորին ատելի պիտի լինեք։ Բայց մազմը ձեր գլխից պիտի չկորսվի, ձեր համբերությունով ձեր հոգիները պիտի փրկեք։ Այս սրա վրա ուզում կանգ առնեմ, բայց այսօր ուրիշ տեղ էլ կա որ շատ կանգ առնեմ, սրա վրա էլ մի քիչ ուզում եմ կանգ առնեմ։ Ձեզնից ոմանց պիտի սպանեն։ Փառք ասունս ոմանց բառի համար, թե չէ վախենալու էր։ Ասենք վախենալու էր, ով որ չի վախենում, ով որ վախենում է իր համար վախենալու։ Աստված ասում է ոմանք։ Հիմա դու կարող ես քո մեջ մտածում, Տեր Աստված այդ բաժակին ձանից անցկացրել, ես այդ ոմանց մեջ չլնեմ։ Աստված գիտի քո կարողությունը։ Աստված գիտի քեզ որ ճանապարհով տանի։ Բայց մի բան ասեմ։ Ուրեմն Սաղմոս 116-ի 15 համարը մի հատ շատ հետաքրքիր միտք է։ Աստծո առջև պատվական է իր սուրբերի մահը։ Ես հիշում եմ կորոնավիրուսի ժամանակ, այն որ տունը նստած պատգամ էինք տալի։ Այդ պատգամներից մեկի մեջ հետևյալն էր։ Ես ներկայացրեցի, որ ոմանք ասում են, ես չեմ վախենում կորոնավիրուսից։ Ես ասում եմ ժողովուրդ, եթե դու քեզ այդ հասկացես այդ վարակի մեջ եւ հիվանդանաս մեռնես, դա պատվական մահ չի լինի, դա անարգ մահ կլինի։ Բոլորս գիտենք, կա անարգ մահ, կա պատվական մահ։ Ընդունում եք սա։ Բոլորս էլ ասենք, եթե հափշտակությունը մի քիչ ուշացավ, բոլորս էլ պետք է այդ մահով անցնենք։ Ես չեմ ուզենա անարգ մահով մեռնեմ։ Ես կուզենամ պատվական մահով մեռնեմ։ Այդ իմ պատգամի ժամանակ մի հատ օրինակ էլ բերեցի։ Մի հատ երիտասարդ ավտոն նստի մինչև 200 լիրա բացես Հրազդանում, ասում եմ Հրազդանում, որտեղ Ռուսաստանի հետ ու ճամփեքին բացի ոչինչ։ Այստեղ 200 լիրա բացի հետո խփե մի հատ պատի ջարդու փշուրլի մեռնի։ Ով կասի պատվական մահեր։ Հաստատ անարգ մահեր։ Անիմաստ մահեր։ Ես չեմ ուզենա անիմաստ մահով ես կամ դուք մեռնենք։ Բայց եթե պատվական մահ կա, եւ այս պատվական մահը որն է, եթե հիշում եք Հիսուսին կնիքները որ բացում էր, 5-րդ կնիկ որ բացեց, Աստծո սեղանի մեջ Քրիստոսի անվան համար զոհվածների հոգիներն էին։ Օրինակ շատերին հարց է, մարդիկ ես, որեթում են մահվան աշխարհ, հետմահու կյանքի մեջ, ով որտեղ է։ Հիմա չեմ ուզում քննենք ով որտեղ է, բայց Քրիստոսի անվան համար զոհվածները Աստծո սեղանի մեջ են։ Այսինքն ամենապատվական տեղում են, Աստծո ներկայության մեջ են։ Եթե
ես պետք է դրանց մեջ լինեմ հոժարեմ։ Ես հոժար եմ դրանց մեջ լինեմ։ Եվ ասեմ ինչ եմ հայտնաբերել իմ համար։ Ձեզ չեմ ասում, ինձ եմ ասում։ Ես դեռ մեռած չկամ։ Ես կատակոչ եմ ասում։ Մարդիկ կան կլինիկական մահ են տարել, ես այդ կլինիկական մահ տարածներից շատերին լսել եմ։ Հասկացել եմ այդքան էլ ծանր բան չի մեռնելը։ Օրինակ, ձեր ատամը ցավացած կլինի, իմ ատամն էլ է ցավացել։ Եվ այդ ժամանակ այնքան է զում, որ այդ ցավը կտրվի։ Բայց էլ հանկարծ այդ ցավը կտրվում է, միանգամից կտրվում է։ Պարզապես ես արդեն ասնում եմ այն կողմը։ Այդ կլինիկական մահ տարածները հետ են ասում։ Մեկ էլ ցավը կտրվեց։ Բայց էլ ես տեսա, որ իմ մարմնից դուրս է։ Այսինքն ոչ թե ավելի իրանք տառապանք են քաշում, այլ ճիշտ հակառակ, այն տառապանքը, որ ստե քաշում էին, այդ տառապանքը վերջանում է։ Ուրեմն օրհնյալ է այդ մահը։ Ես հիշում եմ մի հատ քույրիկ հրազդանել եկել է, բայց իրանք Սիզրանում են ապրում։ Ծնունդի վրա այդ կլինիկական մահ էր տարել։ Հետո ինքը բայց այստեղ էլ ներկայացրեց ինչքան հիշում եմ։ Ասում էր, «Էս ինչ քաղցր բան էր։ Էս ինչ լավ բան էր, մարդիկ խեն վախենում սրանից»։ Այնքան հաճույք էր։ Ինչն էր հաճույք, որովհետև այս մարմնի ծանրությունը, այս մարմնի այն չգիտեմ ինչ բաները չես զգում, մի անգամից Աստծո ներկայության մեջ ես անցնում։ Ես ես ինձ եմ ասում, նորից եմ ասում, ձեզ չեմ ասում։ Ես օրինակ նման մահին հոժար եմ, որ Աստծո փառքի համար եմ։ Հիմա ձեզնից ոմանք պետք է սպանեն։ Բայց ուզում եմ կանգ առնեմ դրանից մի համար հետո, բայց մի մաս ձեր գլխից պիտի չկորսվի։ Կարող ասեք, սպանելը էլ մի մաս կորցնելուց ինչով է, այսինքն չի համապատասխանում իրար։ Ես հիմա իմ հասկացածը ասեմ, որ ինչպես եմ հասկացել։ Հասկացել եմ, որ ով ինչ ծառայություն արել է Աստծուն, դրա դիմաց այդ բոլոր ծառայությունների համար ստանալու է իր վարձքը։ Քո վարձքը երբեք չես կորցնելու։ Դրա համար հաջորդ համարն ասում է. ձեր համբերությունով պիտի ձեր հոգիները փրկեք։ Դա հոգևոր իմաստ ունի։ Այն որ մեկի ձեռից մի բան ելա կրացել վերցրել տվել ես, այ դրա վարձքը նույնիսկ չես կորցնի, այսինքն թեկուզ մի մազի չափ է այդ քո արածը, դրա դիմաց ինչ որ քեզ հասնում Աստված պիտի տա։ Որ ասում եմ մի մաս պետք է չկորսվի, ես sense եմ հասկանում, ընդեղ պետք է չկորսվի։ Մենք ընդեղ ստանալու ենք։ Ով հավատում է հետմահու կյանքին, էսի թող ընդունի։ Ստեղ ինչ արել ես, դիմաց ընդեղ ստանալու ես։ Աստված անիրավ չի, Եբրայեցիների 6-րդ գլխում է գրված։ Աստված անիրավ չի, որ ձեր գործը մոռանա։ Նա մեր բոլոր գործերի համար, նույնիսկ անհավատը, որ հավատացյալի մի բաժակ սառը ջուր է տալի, Աստված ասում է, «Էդ էլ ես չեմ մոռանալու»։ Ուր մնաց քո այն գործերը, որ Աստծո փառքի համար, այն քո խղճով եւ այլն արել ես։ Ուրեմն չվախենանք։ Այսքանն ասեցի, որ մի վախեցեք, մեր գործը Աստծո հետ է։ Մի վախեցեք։ Մեզ կատեն, մեզ կմատնեն, ոմանց կսպանեն, ինչ կանեն, դու բան կորցնելու չունես։ Ընդամենը կարող ես մարմինդ կորցնես։ Եկեք ընդունենք, աշխարհի սկզբից մինչև հիմա բոլորն էլ իրանց այս մարմինները կորցրել են։ Ճիշտ է, բոլորը մեռել են։ Ուզես, չուզես մի օր այս մարմնից դուրս ես գալու։ Այ կարևորը ընդեղ դու չկորցնես այն ինչ որ այլ ասել վաստակել ես։ Փառք Աստծուն սրա համար։ Եթե այսքանի վերաբերյալ բան ունեք, ծառայողներ համեցեք։ Ասեք։ Բայց շատ լուրջ դեմքեր եմ տեմ, չէ։ Սենց ժամանակ միշտ անիկ քրիկին է պետք նայել։ Միշտ ժպիտը դեմքին է։ Ես օրինակ ուրախանում եմ այս բաները որ կարդում եմ։ Բերեք շարունակենք։ Ես հիմա այս Ղուկաս ավետարանի մասն եմ ընտրել, հենց այ հիմա որտի կարդամ զուտ դրա համար։ Գալիս եմ իմ համար կարևոր տեղերին։
Ու երբ տեսնեք Երուսաղեմը 4 կողմից զորքերով շրջապատված, այն ժամանակ իմացեք, թե նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ Հրեաստանի մեջ եղողները լեռները թող փախչեն, ու նրա մեջ եղողները թող հեռանան, եւ նրանք, որ ագարակներ են, թող չմտնեն նրա մեջ, որտեղ այն օրերը վրեժխնդրության օրեր են, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն։ Բայց վայ այն օրերը հղի եղողներին ու ցույց տվողներին, որտեղ մեծ նեղություն պիտի լինի երկրի վրա ու բարկություն պիտի գա այս ժողովրդի վրա։ Եվ սուրի բերնով պիտի ընկնեն ու բոլոր ազգերի մեջ գերի պիտի տարվեն ու Երուսաղեմը ազգերի ոտի կողան պիտի լինի մինչև ազգերի ժամանակները լրանան։ Այսքանի վերաբերյալ ուզում եմ ես բան խոսեմ։ Եթե հիշում եք, սկզբից կարդացինք որ ասին դες ինչ շենքեր են, ինչ լավ քարեր են, Հիսուսն ասեց քարի վրա չի մնալու։ Այսի դրա պատասխանն է։ Ուրեմն, եթե հիշում եք, ովքեր կարդացել են, Հիսուսի, երբ որ ձերբակալեցին, արդեն Պիղատոս ուզում էր արձակեր, բայց ասում էին թող խաչվի, Պիղատոսը ձեռները լված, ասեց ես այդ արդարի արյունից անպարտեմ, նրանք աղաղակեցին, դրա արյունը մեր վրա եւ մեր որդիների վրա լինի։ Եվ պատմությունից հայտնի է, որ դրանից 40, մոտ ավրապես 40 տարի հետո, կարող 40 չէր, 37 էր, վերջը 70 թվին։ Չգիտեմ, ինչ էին արել Հռոմի կայսրը զորքեր ուղարկումը եւ 40 տարի հետո այդ աղաղակողներից ոմանք ողջ էին, իրենց որդիները ողջ էին։ Այդ արյունը գալիս է իր վրա։ Երուսաղեմի բնակիչներին կոտորում են, վերջ մեծ կոտորած ալնը եւ հենց այսի ալնը։ Ասում է, որ այդ օրերը բարկություն պիտի գա այս ժողովրդի վրա։ Սուրի բերնով պիտի ընկնեն ու բոլոր ազգերի մեջ ջերի պիտի տարվեն։ Ոմանք պիտի մեռնեն, ոմանք էլ ջերի պիտի տարվեն։ Եվ ինչ պիտի լինի, Երուսաղեմը ազգերի ոտի կողան պիտի լինի։ Եվ պատմությունից հայտնի է, որ այդ ժամանակից մինչև հիմա Երուսաղեմը ազգերի ոտի կողան է։ Հիմա այս վերջի բառերը, որ քիչ առաջ կարդացի, ասեմ։ Երուսաղեմը ազգերի ոտի կողան պիտի լինի, մինչև ազգերի ժամանակները լրանան։ Ես այս մասին էլ եմ խոսել, բայց հիմա հարկ եմ համարում նորից խոսեմ։ 2017 թվին էր։ Ես մեր տանը չէի, Ռուսաստան քրոջս տանն էի, մեկ էլ լուրերով լսեցի, որ Թրամփեն առաջի բանն էր, գահակալության ժամանակ էր։ Հայտարարել էր, որ Իսրայելի մայրաքաղաքը դառնա Երուսաղեմը։ Թել Ավիվն էր, չէ՞, մինչև մելեր դառնա Երուսաղեմը։ Ես կարելի ասել վեր թռա։ Գիրքը բացեցի ու սկսեցի բոլորին ասել, ժողովուրդ էսի է կատարվում։ Իսկ եսի որ կատարվի, ես ասեմ ինչ եմ հասկանում ստեղից։ Չնայած ես կարծեցի մի անգամից կլինի, հետո հասկացա, որ մի անգամից չի լինի, դա ընթացիկ աշխատանքը, բայց չեմ կարծում տասնամյակներ տևեն։ Շատ մոտիկ է։ Կրկնում եմ, չեմ կարող ասեմ ինչքան կտևեն, բայց շատ մոտիկ է։ Դե պետք է Իսրայելը Երուսաղեմը ազատի սենց։ Մոսկվան հիմա օրինակ, Մոսկվայում լիք այլ ազգեր կան, բայց ոչ մեկը չի ասի, որ եսի մեր երկիրն է։ Ճիշտ է։ Ինչքան հայեր կան Մոսկվայում, բայց որը կասի եսի մեր երկիրն է։ Չէ, Ռուսաստանի մայրաքաղաքն է, Ռուսաստանը, ես պարզապես ստեղ ապրում եմ որպես հյուր կամ որպես պանդուխ տոտարական, բայց սա մերը չի։ Բայց Երուսաղեմում բաժիններ կան, որ ոմանք ասում են եսի մերն է։ Մի մասը արաբներն են, տերկային ասում են մերն է, մի մասը հայերը ասում են մերն է, մի մասը հույները ասում են մերն է։ Այսինքն Երուսաղեմը դեռ ազգերի ոտի կողան է։ Երբ որ Երուսաղեմը ազատվեց դրանցից, այսինքն բոլոր հասկանում են, այս ամբողջը Իսրայելինն է, պարզապես այս մարդը որպես օտարական ստեղա մի հատ արտահայտություն։ Մինչև ազգերի ժամանակին լրանան։ Հենց այս բանը եղավ, ազգերի ժամանակին լրանալը որն է։ Ես հասկացել եմ, բոլորս էլ հասկացել են։ Հիսուսը հենց այդ ժամանակից, եթե հիշում եք, Պետրոսը որ գնաց Կորնելոսի տունը, Հեթանոսի տունը, հեթանոսները ընդունեցին Աստծո խոսքը, հրեաները Պետրոսին ասին, ես ինչ ես արել, որ ներկայացրեց Աստծո առաջնորդությունը, ասին ուրեմն Աստված հեթանոսներին դուռ է բացել։ Եվ այդ բաց դուռը մինչև հիմա կա, բայց այդ դուռը մի օր պիտի փակվի եւ դա կնշանակի հափշտակություն։ Եվ ազգերի ժամանակները լրանալ ես համարում հափշտակությունն է։
Այսինքն հենց Երուսաղեմը դադարեց ազգերի ոտի կոխան լինելուց, դա հափշտակության նշանն է ելնելու։ Եվ ստեղից հավատում մոտը։ Այսինքն իմ համար հիմա ժամացույցը, այս հոգևոր ժամացույցը Երուսաղեմի այդ կարգավիճակն է։ Հենց Երուսաղեմը դադարեց ազգերի ոտի կոխան լինելուց, ազգերի ժամանակները լրանում են։ Ժողովուրդ հայտարարում եմ, շատ մոտ է։ Եթե շատ մոտ է, ուրեմն շատ պետք է շտապենք, շատ պետք է հոգանք մեր պատրաստ լինելու համար։ Ամենասովներ կան, շատ պետք է հոգանք, որտեղ շատ մոտ է։ Հիմա շարունակենք։ Արեգակի և լուսնի աստղերի վրա նշաններ պիտի լինեն ու երկրի վրա ազգերը ապշությամբ պիտի տագնապեն և ծովն ու ալիքները պիտի գոռան, մարդկանց սրտերը պիտի նվաղեն իրենց վախից և աշխարհի վրա գալու բաների սպասելուց, որտեղ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Այն ժամանակ պիտի տեսնեն որդի մարդու ամպի մեջ եկած զորությունով ու մեծ փառքով, երբ այս բաները սկսեն լինել, ելեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որտեղ ձեր փրկությունը մոտ է։ Այստեղ այսքանն է գրած, մյուս տեղերում այս մասում մի քիչ ընդարձակ է գրված, որ բոլոր ազգերը պիտի կոծ անեն, ողջ բանեն, բայց դուք ուրախացեք։ Մի առաջ էլ ասեց նրան, տեսեք թզենին ու բոլոր ծառերը, երբ բողբոջեն տեսնելով դուք ձեզնից կիմանաք, թե այլևս ամառը մոտ է։ Նույնպես դուք, երբ այս բաները եղած տեսնեք, իմացեք, թե Աստծո թագավորությունը մոտ է։ Ճշմարիտ կասեմ ձեզի, թե այս ազգը պիտի չանցնի, մինչև այս ամեն բաները լինեն։ Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնեն։ Դες ազգը չանցնի, ինքը նկատում է Երուսաղեմի ավերում է։ Հիմա 34 համարից հենց այնա ինչ որ Աստված ինձ հանձնարարել է, որ ես պիտի ասեմ։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերին, չլինի որ ձեր սրտերը երուխումով ու գինովությունով եւ աշխարհային զբաղմունքներով ծանրանա ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի, որտեղ բոլոր երկրի երեսը բնակողներին բոլորի վրա որոգայթի պես պիտի հասնի։ Ուստի արթուն կեցեք ու ամեն ժամանակ աղոտ կարեք, որ այս բոլոր նեղություններից ազատվեք եւ որդու մարդու առջեւ կանգնելու արժանի լինեք։ Այ հիմնականում ես եմ ուզում հիմա ներկայացնել։ Իսկ դուք մինչև այդ ազգերի ինչ կլինեն, պիտի տագնապեն, ինչ կլինեն եւ այլն, շատ բաներ պիտի լինեն։ Ստե բոլոր գրված չի, այն մյուսներում ավելացված է հայտնության մեջ ավելի ընդարձակը գրված, բայց կարևորը է սա։ Աստված ինձ էս հանձնարարել, այս մասին խոսանք։ Մենք որտեղ ենք։ Մենք ինչ վիճակում ենք։ Արժանենք, արժանի չենք։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերին եւ ուշադրություն դարձեք ինչ ասում։ Չլինի որ ձեր սրտերը կերուխումով ու գինովությունով եւ աշխարհի զբաղմունքներով ծանրանա ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի։ Այ այսի ուզում եմ հիմա փորձենք մի քիչ լավ հասկանալ։ Չլինի թե ձեր սրտերը ծանրանա, ասենց ասեմ։ Ծանրանա, չգիտեմ, ոչ թե ինչ, այլ ոնց որ թմրելու, չէ, թմրելու իմաստով։ Արդեն թմբիր գա վրեդ։ Դու քո վատը չզգաս։ Մի հատ էլի օրինակ ասեմ։ Ես ձեռս որսեն ցերեղը, որ գնացինք հիվանդանոց, պարկացրեցին այդ սեղանի վրա, որ էսի պիտի իրանք վիրահատություն էին ասում, վերջը կարեն բան անեն, դե ապարատուրաներ միացրեցին։ Ես տնեմ հերթով գալի ասում եմ ոնց ես։ Ես ասում եմ հա, կամ ասում եմ լավ եմ, կամ ասում եմ նորմալ եմ։ Դու մի ասա, ապարատուրաները ցույց են տալի, որ ես շատ վատ եմ։ Իմ սիրտը կայնելու վրա է։ Ես չէի զգում էդի, բայց ապարատուրաները ցույց էին տալի։ Հայտնություն եմ ստացել դրանց վրա, ժողովուրդ։ Մենք հաճախ չենք իմանում ոնց ենք, այս Աստծո ապարատուրանա ցույց տալի մենք, թե մենք ոնց ենք։ Գներեք, որ Աստծո խոսքը ապարատուրայի հետ եմ համեմատում, բայց ուզում ասեմ, Աստծո խոսքն է ցույց տալի մենք ինչ վիճակի մեջ ենք։ Մարդիկ կան, որ Աստծո խոսքը չեն կարդում կամ շատ ուշադիր չեն, իրանց թվում է լավ են։ Եթե ես երկար ժամանակ չկարդամ, ինձ էլ կթվա թե լավ եմ։ Բայց երբ որ կարդում եմ, տեսնում չէ, ես փոխվելու տեղ շատ ունեմ։ Երբ որ կարդում եմ, օրինակ հայտնության մեջ մենք անցել ենք 11 գլխում է 12 համարում։ Սրանք նրանք են, որ իրանց հագուստը լվացին Հիսուսի արյունով։ Ինչքանով եմ ես լվացվել Հիսուսի արյունով։
Ինչքանով եմ ես այսօր մաքուր Աստծո առջև։ Եվ ասում եմ, իմ սիրտը ինձ դեռ մեղադրում։ Հիմա կարող ասեք դու քո մեղավոր տեղով եկե մեզ բան ես սովորացնում։ Ես ինչ որ ասում առաջին ինձ եմ ասում ժողովուրդ։ Ես ասում եմ այն ինչով ես եմ ասնում, հավատեմ դուք եք դրանով ասնում։ Իհարկե, ես չեմ ասում ես նույնն եմ անում ինչ որ դուք եք անում։ Կարող է ես եմ այն բաները որ անում դուք ձեր համար էդի ոչինչ է, բայց իմ համար մեծ բան է։ Կարող է դու ինչ որ բան անում ես, իմ համար է ոչինչ։ Ուզում ասեմ Աստված գիտի ամեն մեկիս այդ վիճակը, բայց որ բոլորս էլ կարիք ունենք այսօր սրբվելու, պատրաստվելու։ Եվ ուզում ստեղ այս խոսքերով ուշադրություն դարձնել։ Չնու որ ձեր սրտերը այս ծանրանալու 3 բան ասում։ Գերուխումով ծանրանա։ Ժողովուրդ գերուխումը լավ բան է, թե նայած գերուխում։ Ընդհանրապես Աստված մարդուն ստեղծել է, որ մարդը պետք է սնվի, որ ապրի։ Բայց եթե բերեք միտեղ հիշեցնեմ։ Երկրորդ Կորինթացիների 6-րդ գլխի 12-րդ գրված է։ Ամեն բանի զորինավոր է, բայց ամեն բան օգտակար չի։ Ամեն բանի զորինավոր է, բայց ես որևէ բանի իշխանության տակ պիտի չլինեմ։ Ժողովուրդ, բաներ կա, որ մարդուն գցում են իրանց իշխանության տակ։ Մի հատ այն մեր տեսած, բայց ամենաներողություն, որ ասեմ հիմար բանը ասեմ։ Ծխելը իրանց ինչ է ներկայացնում։ Ես ծխելուն համարում եմ ամենահիմար բաներից մեկը։ Բայց մարդիկ կան չեն կարող դրանից ազատվել։ Այդ ծխելը, այս մարդկանց գցել է իրանց իշխանության տակ։ Այսինքն մարդը հնարավոր է ընկնի մի բանի իշխանության տակ։ Այս բանը մարդուն բռնի։ Նույնիսկ գերուխումը հնարավոր է մարդուն բռնի։ Մարդը դառնա մի ուրիշ տեղ ասում է, ոմանց համար ասում է, նրանց որովայն իրանց Աստվածն է։ Ոնց ենք ասում, որովայն իրանց Աստված, այսինքն մենակ ուտելու համար են մտածում։ Մյուսը գինովությունով։ Դե գինովությունը բոլորս հասկանում ենք, գինի բառը որ կա արդեն, բայց ես ուզում եմ մի քիչ ընդարձակենք էսի։ Մի քիչ խորանանք սրա մեջ։ Գինին ինչ է անում։ Ես արաղը չեմ ասում, արաղը գինի թունդ տեսակն է։ Գինին ինչ է անում։ Մարդու խելքը առնում է, ճիշտ եմ ասում։ Մարդուն երևել նույնն է, խելքը առնում է, մարդը մեր գյուղացի մի դասատու կար, ասում էր, մարդը առաջի բաժակը որ խմում է, հետո ուղեղ ընդեղ գահի վրա նստած է մարդու մեջ։ Ասում է, բարով, վերջ եկել եմ, ուղեղ ասում է, լավ է, սարի արի նստի աշ կողքս, երկրորդ օր հետո արի նստի ձախ կողքս, երրորդ օր հետո տեղ չկա, հելնում ասում արի նստի տեղս։ Երրորդից հետո գինին ա ղեկավարում մարդուն։ Հիմա ես կան գիտեք ինչի համար ասցի։ Այս գինովությունը, որ մարդու խելքը տանում է, հնարավոր է գինիով չէ, բայց այնպիսի զբաղմունք լինի, որը խելքը տանի։ Կարելի է միտքս ասեմ։ Այնպիսի զբաղմունքի մեջ մարդը ընկնի, որ իր խելքը տանի։ Օրինակ, ես կարծում կազինոների շատ բաներ, կազինոներից բացել ինչ անունդ կա։ Եվ շարունակության մեջ էլ ասում է, նաև աշխարհային զբաղմունքներ, այնքան զբաղմունքներ կա, որոնցից մեկը մի 3-4 օր առաջ էր, մեր մոտ հյուրեր եկե մի հատ, պաշտամունք չէ, այնց առանձին, եղբայրներից ոմանք ներկա էին, Ռուդիկ էր, չի անում, որ հիվանդ երեխա ուներ։ Հիվանդ երեխա ուներ, ինքը այդ հիվանդների, այդ դպրոցների բաների կապ ուներ, ասում էր մի հատ երեխա բերեցին, այնքան էր հեռախոսով խաղացել, ձեռները այսպես մնացել էր։ Այդ մարդու պատմածն եմ ասում։ Ձեռները այսպես մնացել էր, կոնդացել էր ասենց։ Հատուկ աղոթներ են արել, որ այս երեխան ազատվի, դե պարզ է, էլ պետք է չանի։ Այսինքն հնարավոր է զբաղմունքներ, որ մարդուն տանի։
մարդուն ջերի, մարդուն դուք զգուշացեք, չլինի թե ձեր սրտերը ծանրանան, այսենց դեստե այսքան բանն ասի, բայց ես այդքան չեմ կարող խորանամ, շնորհակալ եմ Աստծուն, որ շատ չգիտեմ դրանք էլի, բայց դուք ավելի շատ գիտեք, դուք ասիկին ովքեր ուշ են ապաշխարել, բաներ կա սրանք իմ ապաշխարությունից հետո են ի հայտ եկել, դրա համար չեմ անում, հիմա ժողովուրդ, լուրջ պետք է վերաբերվենք, շատ լուրջ նայենք, առաջին հայացքից թվում է մի հատ անմեղ խաղ է, էլի ինչա որ, այդ ծխողները չեմ կարծում ծխող ծնվել են, մի հատ փորձել են, մի հատ ընկերները ասել են հլ փորձի, հիշում եմ ինձի մեկը ուսանող ժամանակ, եսի ամերիկական, դեն ժամանակ ամերիկական բառը մեր համար եսի ինչ էր, շնորհակալ եմ Աստծուն, թեկուզ դեռ հոգևոր չէի, բայց մերժեցի, տենց էլ ես չուզեցի իմ բերանը ծխախոտ մտնի, բայց մարդիկ կան համաձայնում են, մի հատ, երկու հատ, երեք հատ մեկ էլ տարվում են, ժողովուրդ, առաջինից հենց մերժենք, բայց այդ ինչ որ չափել գնացել ես, ինչքան շուտ հետ դառնաս այնքան լավ, ինչքան ուշացնես այնքան ավելի դժվար կլինի, ինչքան շուտ դառնաս այնքան լավ, չլինի թե ձեր սրտերը ծանրանա և այդ օրը ձեր համար հանկարծակի լինի, գա և դու պատրաստ չլինես, գա և մի հատ կապ քեզ պահի, կապ հասկանում եք, չէ, պատկերացնում ես մեկը հիմա թաքուն քո ոտը կապի աթոռից, հելնես մի բան եղել, պիտի փախնես, չես կարում, հելնում ես ոտդ կապած անգնում ես ետին, այդ նույն ձևով հոգևոր աշխարհում կլինի, սատանան եթե կապել է քեզ մի բանով, այդ կապը քեզ կխանգարի, բոլոր կապերից Հիսուսը քեզ ուզում է ազատի, Հիսուսի արյունը թափվել է, որ մեզ բոլոր կապերից, կապանքներից ազատի, հոգևորապես ազատ լինենք, ուրեմն զգուշացեք, դուք ձեր անձերի համար զգուշացեք, չլինի թե ձեր սրտերը ծանրանան այդ նման բաներից։ Ուզում եմ վերջին նախադասությունը ասեմ ու լսենք ովքեր բան ունեն ասելու։ Ժողովուրդ, ինչ որ գրված է Հիսուսն այս երկինք ու երկիր անցնեն, իմ խոսքերը բնավ պիտի չանցնեն, ինչ որ գրված է պիտի կատարվի, բայց դա կարևոր հարց է, ես որտեղ եմ։ Ես որ ասում ես, նույնը ուզում դու քո անձին ասես, պատրաստ եմ թե չէ։ Ես կփրկվեմ թե չեմ փրկվի։ Ես Աստծո ընտրվածների մեջ կլինեմ, թե դատապարտողների մեջ կլինեմ։ Ես կուրախանամ, թե ողբ կանեմ, կոծ կանեմ։ Ամեն մեկս մի հատ ստուգենք, որտեղ ենք։ Եվ եթե պակաս բան կա, հիմա է ժամանակը այդ պակասը լրացնելու։ Հիմա է ժամանակը պատրաստվելու։